այդքան մաղց այդ Կարեն Հունանյանի մոտ, որ երբ մի ամբողջ պարունակ, մի ամբողջ մագազին դատարկեց Վազգեն Սարգսյանի մարմնի վրա, չնայած Վազգենը իրեն բանով այդպես վերջը բոլորը սպանվածները այդմել էին ուրեմն ատակին, բայց նստած էլի մնաց իր տեղում, որտեղից է այդքան թույն։ Դու երբևէ այդ արծը քեզ տվել ես։ Եթե տայիր, եթե այդ բառերը ինչ որ ասեց, ինչ որ արտաբերեց, այդ ահաբեկի չգիտես ինչ էր արտաբերում։ Արտաբերում էր բառեր, ձևակերպումներ, եզրույթներ, որը Նիկոլ Փաշինյանը առնվազն վերջին 4-5 տարիների ընթացքում օգտագործել էր Վազգենի նկատմամբ։ Դու հիշում ես կամ կարդացած կլինես 99 թվականի ապրիլ, լավ եմ հիշում, որտեղ ելույթ եմ ունեցել դրա հետ կապված, երբ մի գրոտեսկային ծաղրանկար տվեց Վազգենի նկարը իր թերթում եւ դիմեց մայրերին, ասաց. «Սիրելի մայրեր, բանակից ձեր որդիների դիակներով են ձեզ շնորհավորելու ինչ որ տոնական օրերին»։ Եվ էլի տարբեր, ասում եմ, թե ընտրությունների հետ կապված, բանակի հետ կապված, մի խոսքով։ Եվ դες խոսք ասեմ, ոչ ոք Վազգենի հեղինակության վրա այդքան ոտքերի չի մաքրել, ինչքան այս պատուհասն ազգագործանել։ Դու հարց տվեցիր։ Եթե հարց տայիր, որովհետև քեզ ծնել է Վազգենը, դու ինքդ արհեստական ծնունդ ես, Վազգենով ես դու մտել քաղաքական դաշտ եւ կրկնում եմ պոլիտիկանտությամբ ես զբաղվում, եթե դու իսկապես ցավում ես Վազգենի համար, ուղղակի կոկորդից պետք է բռնեիր դրա այդ պատուհասի եւ ասեիր սերիկա, դու իմ եղբոր ոտքի տակի հողը չարժես։ Այդ ինչ ես ասել իմ եղբոր մասին, ինչ ես այդքան գեներացրել ատելություն եղբորս նկատմամբ, երբ սպանված Վազգենին քո բառերով էին հայում եւ խզակոթով արվածում էին, ավտոմատի խզակոթով արվածում էին Վազգենին։ Չէ, քեզ դա ձեռ չի տալիս, որովհետեւ քեզ Վազգենի անունը այնքանով է անհրաժեշտ, ինչքանով որ քաղաքական դիվիդենդ ես ուզում շահել, բայց որպես եղբայր ես կարծում եմ դու ուղղակի միացել ես այն մարդկանց, ովքեր այսօր Վազգենի անունը շարքելով ուզում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Եվ ընդհանրապես ես կդիմեմ խոնարհվելով բոլոր զոհերի առջև, առաջ կդիմեմ նրանց թույլ մի տվեք ձեր զոհերի հիշատակը շահարկեն ինչ-որ քաղաքական դիվիդենտների համար։ Ինչպես այս դեպքում ասացի Արամ Սարգսյանը։ Մի բան